Վախը իր մեջ տանջանք ունի։ Ինչ է վախը։ Վախը դա ինֆորմացիա է, որ մարդու մեջ առաջացնում է հավատք ինչ որ վատ բաների հանդեպ։ Աստվածաշունչը ասում է, որ չարին տեղ մի տվեք։ Փաստորեն չարին տեղ տվողը մարդն է։ Գիտես, մենք չարին տեղ ենք տալի ոչ միայն այն ժամանակ, երբ որ մեղք են գործում, այլ երբ որ սկսում ենք վախենալ։ Չարը թույլ է տալիս մեր մեջ գա վախեր եւ վախի պատճառով բերում է փորձություններ։ Վախը այն դուռն է, որի միջոցով չարը բերում է փորձություններ։ Դրա համար Աստվածաշունչը երբ ասում է չարին տեղ մի տվեք, դա վերաբերում է ոչ միայն մեղք չգործելուն, այլ նաև չվախենալուն, որովհետև քո վախերը հավատք են ինչ որ բաների հանդեպ եւ որի պատճառով չարը սկսում է գործել եւ բերել քո կյանքի մեջ բաներ։ Գիտես, վախը բնական մի բան է, որ Աստված մարդու մեջ դրել է, որ մարդը խուսափի ինչ որ վտանգավոր բաներից։ Մինչ սատանան ինչ որ բան փորձի բերել քո կյանք, նախ բերում է վախ այդ բանի հանդեպ։ Նախ գալիս է հիվանդության վախը, նախ գալիս է կործանման վախը, նախ գալիս է ինչ որ բան կորցնելու վախը, եւ այդ ճանապարհով սատանան փորձում է բերել քո կյանքի մեջ այն, ինչ որ արդեն քո մեջ վախ է առաջացրել։ Դադարիր վախենալ եւ դրանով տեղ չտալ սատանան։ Մենք ավելի հավաստի հիմքեր ունենք չվախենալու համար։ Եվ այդ հիմքը Աստծո խոսքն է եւ նրա խոստումները։ Դադարիր վախենալ եւ տեղ մի տուր սատանային, այլ վստահիր Աստծուն եւ նրա խոստումներին եւ քաջ եղիր։